երկրի ղեկավարը ունի արդյոք այն պատվախնդրությունը, որ իր հայրենակիցը չպետք է գտնվի թշնամու բանտում։ Բաքվի բանտերում տանջվում են միայն հայ լինելու համար, իսկ Հայաստանում նրանց վերադարձնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն իշխանությունը փորձում է մոռացության տալ թեման։ Ահազանգում են գերիների վերադարձի պահանջով կառավարության մոտ հավաքված քաղաքացիները։ Ակնհայտ է, որ նույնիսկ եթե Հայաստանի իշխանությունները իրենց խոսքով ասած լուռ աշխատանքներ են տանում գերիների վերադարձի մասով, այն փաստը, որ գերիները չեն վերադառնում, դա արդեն խոսում է նրանց անարդյունավետ աշխատանքի մասին։ 10-ից ավելի ադրբեջանցի զինծառայողներ ցուցմունք են տվել Բաքվի ռազմական դատարանում, պահանջելով Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը։ Միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին կարճ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պետական ազերթաչ գործակալությունը, տեղեկացնելով, թե ցուցմունք են տվել զինծառայության ընթացքում իբրև տուժածները։ Բեմականացված դատավարության օրվա հերոսները պատմել են նաև, որ Վարդանյանին ճանաչում են մամուլից և սոցիալական ցանցերից։ Սա զավեշտ է։ Այդ զավեշտը տեղի է ունենում աշխարհի եւ Հայաստանի կառավարության աչքի առջև։ Սոցցանցերում մարդիկ գիտեն հատկապես ում եւ որտեղ դրված ականից են պայթել։ Սա ուղղակի ծաղրանք է մեր պետության եւ մեր քաղաքացիների հանդեպ։ Ինչ կարող է անել կառավարությունը, որ չի անում։ Ակցիայի մասնակիցները պնդում են, նախ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը պետք է դառնա գերիների վերադարձը։ Այն նաև պետք է որպես նախապայման դրվի Երևան-Բաքու բանակցային սեղանին, թմբկահարվի միջազգային հնարավոր բոլոր հարթակներում։ Ակնհայտ է, որ գերիների նկատմամբ դատավարությունը նույնպես իրավական հարթության մեջ է Ադրբեջանը ներկայացնում։ Այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունը, եթե անգամ պետք է այդ հայցերը հետ պահանջի, դրա շրջանակներում պարտավոր էր միջազգային հայցերի հետ միասին նաև ներքին հայցերը հետ քաշելու եւ այլևս փոխադարձ երկրների, այսինքն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխադարձ երկրի քաղաքացիների նկատմամբ որևէ քրեական հետապնդում իրականացնելու պարտավորություն ուներ։ Ինչ համաձայնագիր առանց գլխավոր այս հարցի լուծման, տարակուսած են ակցիայի մասնակիցները։ Մանիպուլյացիա են որակում իշխանության բոլոր այն պնդումները, թե հարցը կարող է լուծվել համաձայնագրի ստորագրումից հետո։ Եթե անկեղծություն կա այդ խաղաղության օրակարգում եւ դա ոչ թե իշխանության գործարք է իշխանություն պահելու, ուրեմն պիտի ներպետական բոլոր ատյանների նաև դատական այդ հայցերը ավարտվեն եւ գերիները ազատ արձակվեն։ Առնվազն պիտի պայմանավորվածություն լինի, որ նախքան ստորագրելը պիտի վերադարձվեն կամ դա որպես process-ի մի մաս պիտի դիտարկվի։ Նիկոլ, դու ես այդ գերիներին հասնել։ Դու էլ պիտի վերադարձնես այդ գերիներին։ Դու ես Արցախը հասնել թուրքերին։ Դու էլ պիտի հետ վերադարձնես մեր Հայաստանին։ Մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք են նախաձեռնել, կոչ անելով կառավարությանը ակտիվ քայլերի դիմել։ Հիշեցնում են նույնիսկ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն է ուղենիշել քայլերի հաջորդականությունը։ Դրանք կյանքի կոչելն անհնար չէ։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։